Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք մենք, շարունակում ենք մեր ուսումնասիրությունները նոր կտակարանից, նամակ գաղատացիներին, երրորդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 14 համարները։ Ուրեմն հարգելիներս, եթե մեզ նոր եք միանում կամ արդեն, այսպես ասած, հետևում եք մեր շաբաթներով, սկսենք դրանից, կտեսնեք, որ մենք մեր ձայնագրությունները արդեն կատարում ենք մեր նոր տաղավարում եւ շնորհակալ ենք Աստծուց, որ այդ հնարավորությունը տրվեց մեզ, որպեսզի կարողանանք թե ձեր համար ավելի հաճելի եւ թե ընդհանուր որակը եւ մակարդակը մեր ձայնագրությունների եւ մեր նկարահանումների ավելի պարզ, մաքուր եւ բարձր որակի ներկայացնենք, մատուցենք ձեզ։ Դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ իհարկե կենտրոնը Աստծո խոսքն է, մենք չենք, պարզ ասած, բայց ամենայն դեպս ավելի հաճելի է, երբ որ ձայնը, լույսավորությունը եւ այլն եւ ընդհանուր որտեղ որ գտնվում ես ավելի հաճելի է դիտողի համար, որպեսզի շարունակեն լսել Աստծո խոսքը եւ օրհնվեն Աստծո խոսքով։ Ուրեմն հարգելիներս, ինչպես միշտ մենք մեր սերտողությունները միշտ սկսում ենք խնդրանքով, խնդրում ենք, որ ամբողջությամբ իհարկե դիտեք սերտողությունը եւ փոխանցեք ձեր մտերիմներին, պարզապես դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ Աստծուն ծառայեք, Տիրոջ կամքը կատարեք։ Եվ իհարկե մենք ունենք մի այլ խնդրանք ձեր համար, շարունակեք մեր առաքելության համար աղոթել, եթե այս առաքելությունը ձեր համար օրհնանք է, Տիրոջը բարձրացրեք ձեր խնդրանքները, որ Տերը մեզ շարունակի օրհնել, Տերը մեզ հնարավորություն տա, որ ամեն չորեքշաբթի եւ շաբաթ օր ձեր համար սիրով այս խոսքերը Տիրոջ պատրաստել, Տիրոջ պատգամը պատրաստել եւ փոխանցել ձեզ, որ դուք էլ լսեք եւ օրհնվեք Աստծո խոսքով։ Հիմա եկեք ուսումնասիրենք, թե ինչ ենք, այսինքն ինչ ենք սովորելու։ Վերնագիրը այս կիրակի օրվա սերտողության հավատքով, թե գործերով ես փրկված։ Շատ կարևոր կետ է սա, որտեղ հարգելիներս, գիտեք, նամակ գաղատացիներին, ինչպես որ սկզբի եւ առաջի գլխից երբ որ սկսեցինք ուսումնասիրել, բացատրեցինք, որ Պողոս առաքյալը խոսում է սուտ վարդապետների մասին, նրանց մասին, ովքեր որ մտել են եկեղեցի եւ պնդում էին, որ օրենքը պետք է հետևեն, նույնիսկ պետք է թլպատվեն եւ կատարեն ու պահպանեն բոլոր կանոնները օրենքի որպես հավատքի մի մասը։ Եվ Պողոս առաքյալը դրա դեմ պայքարելով բացատրում է, որ օրենքը փրկություն չի բերում, օրենքը չի արդարացնում։ Եվ կտեսնենք հիմա, թե նա ինչ ունի մեզ ասելու, բայց նախքան սկսելը, եկեք իհարկե մի պահ մեր գլուխը խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Հայր Աստված, մենք գալիս ենք Հիսուսի սուրբ անունով, ուղղակի նորից շնորհակալ ենք մենք, Տեր, որ դու մեր Տերն ես, մեր փրկիչն ես, Տեր, մենք ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Ու ուղղակի Հայր Աստված խնդրում ենք, որ Հիսուսի միջոցով մենք փրկված ենք ու դրա համար քեզ փառք ենք տալի, որ ուղարկեցիր միածինին, որպեսզի նրա միջոցով ով որ հավատա փրկվի։ Եվ խնդրում ենք, Տեր, որ Սուրբ Հոգով մեզ առաջնորդես այսօրվա սերտողության մեջ եւ օրհնես մեր բոլոր ունկնդիրներին եւ դիտողներին։ Աղոթում եմ բոլորիս աշակերտես քո խոսքերով, Տեր, եւ աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն հարգելիներս, տեսեք, գլխավոր միտքը հետեւյալն է, այսինքն այն համարները, որը մենք ուսումնասիրելու ենք։ Ուրեմն գործերով մենք փրկված չենք, այլ հավատքով, եւ Սատանու նպատակն է, որ այս կետը անընդհատ նա կասկածանքի բերի եւ հարցականի տակ տնի։ Հիսուս եկավ հատուկ նպատակով ու պարզապես խաչվեց եւ հանդիսացավ որպես վերջին զոհը եւ նրա միջոցով մենք փրկություն ստացանք։ Ու ամենակարևոր կետը այն է, որ մենք թույլ չտանք, որ այլ վարդապետություններ մեզ այլ բան քարոզեն։ Մենք գործերով փրկված չենք, հարգելիներս, ամեն օր, ամեն շաբաթ ինչ որ արարողություններ չպետք է կատարել փրկության համար, եւ Պողոս առաքյալը շատ պարզ բացատրում է մեզ, որ հավատքով եւ հավատով ենք մենք արդարացած։ Բերանով ենք մենք խոստովանում, դավանում ենք մեր հավատքը եւ փրկվում։
եւ պարզապես ասում է ով որ հավատա Հիսուսին կփրկվի, ինչպես որ գրված է նամակ հռոմեացիներին 10-րդ գլուխ 11 համարի մեջ։ Ուրեմն ինչ է պետք ուսումնասիրել եւ ինչ է պետք հասկանալ։ Առաջինը սկսենք մենք 1-ից 4 համարները կարդալ, ուսումնասիրենք խոսքը եւ տեսնենք ինչ է մեզ սովորեցնում։ Ուրեմն գրված է. ով անմիտ գաղատացիներ, ով հմայեց ձեզ, որոնց աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչված ներկայացվեց։ Միայն սա եմ ուզում ձեզանից իմանալ, օրենքի գործերով հոգին ընդունեցիք, թե քարոզության հավատալով։ Այդքան անմիտ եք, հոգով սկսեցիք ու հիմա մարմնով եք ավարտում։ Այնքան նեղությունները զուր տեղը կրեցիք, թե զուր էին։ Եվ ուրեմն տեսեք, Պողոս առաքյալը շատ կարևոր միտք ունի մեզ ներկայացնելու։ Առաջինը, նա սկսում է այս գլուխը իր հայրական դաստիարակչական խոսքերով, եւ նա անմիջապես վերահաստատում է հավատքի սկզբունքները, որոնք են, որ հավատքով ենք մենք արդարացած ու ապաշխարելով իհարկե համ հավատքով, համ ապաշխարությամբ, որպեսզի վերստին ծնվենք եւ լինենք նոր մարդը, կնիքը ապաշխարության Սուրբ Հոգին է եւ դա եւ Սուրբ Հոգին հիմնական կերպով հաստատվում է մեր մեջ։ Եվ ինչու ենք ասում այդպես, որովհետեւ հին ուխտի մեջ Սուրբ Հոգին կարող է գալ անձնավորության վրա ժամանակավորապես եւ հետո թողնել այդ անձնավորությունից հեռանալ, բայց նոր ուխտի մեջ Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ հիմնական առումով, ոչ թե ժամանակավոր կերպով։ Եվ սա է կարևոր հասկանալ, փաստորեն կնիքը ապաշխարության, իհարկե Սուրբ Հոգին է, եւ Սուրբ Հոգին մեր մեջ լինելով մենք առաջնորդված ենք Աստծով եւ այն զորությունը, որ փառավոր հարության մեջ է, նաեւ մեր մեջ է, որտեղ Աստված մեր մեջ է։ Եվ նոր ուխտը մարդու վրա կամ նրա գործերի հիման վրա չի կենտրոնանում, այլ Հիսուսի վրա է կենտրոնացած։ Գիտեք, Աստված այնպիսի համակարգ հաստատեց, որ մարդը երբեք չկարողանա ասի, որ իր միջոցներով է նա փրկված։ Սա շատ կարևոր է, որովհետև Աստված զզվում է ուղակի, գարշում է ինքը հպարտությունից։ Եվ այդ հպարտությունը օրենքի մեջ կարելի է ասել, թե կար։ Եթե մենք տեսնում ենք այն օրինակները փարիսեցիների, սադուկեցիների, կրոնավորների կողմից ավետարանի մեջ, նամանավանդ այն օրինակը, որ այն կրոնավորը մտնում է տաճար, հպարտանում է, աղոթում է Հայր Աստծուն, ասում է ինչ լավ է, որ ես այս մեղավորի նման չեմ, ես էս եմ անում, են եմ անում, են եմ անում, բայց այն մեղավորը իր կուրծքը ծեծելով ապաշխարում է իր արած մեղքերի համար։ Ուրեմն նաև կարելի է ասել, որ օրենքի մեջ օրենքը այսինքն հիմնված է արարքների վրա եւ ով ինչ արարքներ կանի ըստ կանոնների։ Կարծեմ տվյալներով մոտավորապես եւ այստեղ մենք նշել ենք 637 օրենք գոյություն ունի։ Եվ այդ քանակի, այդ աստիճանի ծանրություն, այսպես ասած, դժվար է, որ ապրել այդ կանոնների եւ ծանրության տակ, բայց ինչու Աստված ստեղծեց, այսինքն տվեց օրենքը, տվեց, որովհետեւ օրենքը հայլի է մարդու մեղավոր անձնավորության 637 տեսակի կանոններ, որ հարկավոր է կանոնները կատարել, պահպանել, այսինքն կներեք 613 կանոններ է տրված օրենքի մեջ, ուրեմն պատկերացրեք ինչ ծանրություն է հին ուխտը, ինչ ծանրություն է օրենքը հետևելը, եւ այս մարդիկ ինչ էին անում, այս սուտ վարդապետները, մարդկանց շեղում էին, փորձում էին Հիսուսի միջոցով փրկությունը, որ թեթևություն է, ազատություն է,
ուզում էին բերեին նորից ծանրության եւ ստրկության մեջ մտցնեին։ Սա է գլխավոր կետը, որ հասկանանք տարբերությունը հին ուխտի եւ նոր ուխտի եւ այն ինչ ազատություն մենք ունենք Հիսուս Քրիստոսով։ Եկեք 5-ից 6 համարները ուսումնասիրենք, տեսնենք ինչ է Տերը մեզ բացատրում։ Արդ հոգին ձեզ բաշխողն ու ձեր մեջ հրաշքներ գործողը այդ արեց, որովհետև օրենքը գործադրեցիք, թե քարոզին հավատացիք։ Այդպես Աբրահամը Աստծուն հավատաց եւ դա նրա համար արդարություն համարվեց։ Եվ Պողոս առաքյալը մեջբերումներ է անում Ծննդոց 15-րդ գլխի 6 համար եւ նամակ Հռոմեացիներին 4-րդ գլուխ 3-րդ համար։ Սա ինչ է նշանակում։ Ուզում է Պողոս առաքյալը բացատրել, որ նոր ուխտը բոլորովին տարբերվում է հին ուխտից։ Առաջին հերթին նոր ուխտի հրաշքն այն է, որ Սուրբ Հոգին, իհարկե, յուրաքանչյուր ապաշխարած ու վերստին ծնված հավատացյալի մեջ է բնակվում, ինչպես մի քիչ առաջ ասացինք, եւ դա զորություն է ու հենց Սուրբ Հոգուց էլ ստանում ենք հոգու պարգևները։ 6-րդ համարը կրկնվող ուսուցում է, ասենք, որ Պողոս առաքյալի կողմից, որովհետև նույն ուսուցումը նամակ Հռոմեացիներին 4-րդ գլուխ 3-րդ համարի մեջ է գրած, որ շեշտում է ինչպես նաև Ծննդոցի 15-րդ գլուխ 6 համարում միմիայն հավատով է մարդ արդարացած, ինչպես տեսնում ենք Աբրահամի օրինակով։ Եվ սա, այսինքն Աբրահամը նա դիպարն էր հետագայում եկող նոր ուխտի հավատացյալների համար։ Ինչու՞։ Որովհետև Հիսուսին երբ ընդունում ես, սա է գլխավոր կետը նոր ուխտի, իհարկե Հիսուսին ընդունողը, ապաշխարողը, փրկվողը, ընդունողը նրան որպես Տեր եւ Փրկիչ, նա փրկություն կստանա, մեղքերից կազատվի, մեղքերը կսրբվեն, նոր մարդ նա կհամարվի։ Սա էլ համարվում է ապաշխարության կարևոր կետը, որը վերստին ծնունդն է, որպես նոր մարդ։ Հիմա ինչ ենք ուզում ասենք, ինչպես կբացատրենք այս համարները մի քիչ ավելի հստակ կերպով։ Փաստորեն ասում է, օրենքը ձեզ տվեց Սուրբ Հոգին, թե նոր ուխտը։ Պարզ կերպով այսպես բացատրենք։ Եվ Պողոս առաքյալի իհարկե միտքը այն է, որ դուք ստացաք Սուրբ Հոգին, երբ որ ընդունեցիք Հիսուսին, եւ նա նոր ուխտով եւ հավատքով դա եկավ, լսելով եկավ, ոչ թե կատարելով, ոչ թե արարքներով, սա է կարևոր կետը։ Երբ որ սա մենք ընդունենք, արդեն ավելի պարզ կլինի եւ հասկանալի կլինի մեր համար։ Անցնենք հիմա 7-ից 14 համարները։ Գրածը ուրեմն իմացեք, որ նրանք, ովքեր հավատից են, նրանք են Աբրահամի որդիները։ Սուրբ Գիրքն էլ կանխատեսելով, որ Աստված հեթանոսներին հավատով է արդարացնելու, նախապես Աբրահամին խոստացավ, բոլոր ազգերը քեզանով են օրհնվելու, ինչպես մեջբերումն է Ծննդոց 12-րդ գլուխ 3-րդ համար, ուրեմն նրանք, ովքեր հավատով են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ, իսկ ովքեր որ օրենքի գործերով են, անեծքի տակ են, քանի որ գրված է, անցյալ լինի ամեն մարդ, որ օրենքի գրքում բոլոր գրվածները չի պահում եւ չի գործարում այն ամենը, որ օրենքով Աստծու առաջ ոչ ոք չի արդարանում, սա է կետը կարևոր, դա հայտնի է, որովհետև արդարը հավատով է ապրելու, ինչպես որ գրված է Ամբավի 2-րդ գլուխ 4-րդ համարի մեջ, բայց օրենքը հավատից չէ, այլ օրենքը գործադրողը նրանով էլ կապրի։ Ղևտացիների 18-րդ համարն է նա շեշտում, մեջբերում 5-րդ համար։ Քրիստոսը մեզ օրենքի անեծքից փրկագնեց, մեզ համար անեծք դառնալով, քանզի գրված է, անիծյալ լինի յուրաքանչյուր ոք, ով կախվում է փայտից։ Սա էլ երկրորդ օրինացի 21-րդ համար 21-րդ գլուխ 23 համարի մեջ է գրված, որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի մենք հավատով ընդունենք խոստացած
խոստացված Սուրբ Հոգին։ Հարգելիներս, բավականին ծավալուն եւ խիտ մտքերը ուսուցում է Պողոս առաքյալը մեզ մատուցում, եկեք կետարկետ մի հատ ուսումնասիրենք, հասկանանք, թե ինչ է ասում նա։ Պողոս առաքյալը սովորեցնում է, որ Հայր Աստծու նպատակը չի եղել, որ հեթանոսներին օրենքի լծի տակ դնի, այլ նոր ուխտը, որ արդեն բոլորի համար է, նամանավանդ հեթանոսների, չի տրվել հավատը օրենքի անեծքով։ Այսինքն Աստված նախատեսել է, որ բոլոր ազգերը գան միանան, վերամիավորվեն իրան, միանան Տիրոջ ընտանիքին, ինչպես որ մենք տեսնում ենք, իհարկե նամակ հռոմեացիներին Պողոս առաքյալն է բացատրում, որ այ վայրի ճյուղը պատվաստվում է եւ միանում է հիմնական ճյուղին, եւ հեթանոսները վայրի ճյուղն են համարվում, միանում են Տիրոջ հիմնական եւ մաքուր անարատ այդ ճյուղին։ Եվ այստեղ օրենքով, պարզապես օրենքով չէին արդարանում, եւ օրենքը մեկ ընդմիշտ չլուծես իհարկե մեղքի խնդիրը։ Հետևաբար առաքյալը շեշտում է, որ ինչից որ Տերը մեզ հրեաներից ազատեց, այսինքն ինչու ենք ուրիշներին այդ լծի ու անեծքի տակ դնում։ Եվ եթե մենք այսքան բանը որ հասկանանք, կարող ենք տեսնել մի քանի կարևոր կետ։ Առաջինը, Աբրահամը ինչու է համարվում հավատքի հայր, որովհետև Աբրահամի ժամանակ օրենքը դեռ չկար եւ նա հավատքով էր ապրում Աստծու հետ։ Ուներ նա սերտ հարաբերություն Տիրոջ հետ եւ Աստված նրան տվեց խոստումը եւ նա հավատաց։ Իսկ վերջի կետը կարող ենք ասել, որ սա է, որ օրենքը անverջ պիտի կատարվի եւ դրան վերջ չկա։ Հենց դրա համար էլ համարվում է ծանր, որպեսզի լավ պատկերացնենք իհարկե, ինչպես որ ասացի, 613 օրենք կանոններ կար հաստատված օրենքի մեջ հրեաները, որ պարտավորված էին հետևել։ Եվ Փառք Հիսուսին, որ մենք չենք հետևում այդպիսի այդ քանակի եւ այդ ծանրության օրենքները, եւ մենք իհարկե ունենք ազատություն Հիսուս Քրիստոսով։ Եվ ասեմ ձեզ, որ միտքը հետևյալն է հստակ կերպով։ Պողոս առաքյալը ուզում է մեզ բացատրել, որ այլևս հին ուխտը չի աշխատում, որովհետև վերջ է տվել Աստված հին ուխտին։ Դրա փոխարեն մենք ունենք նոր ուխտը, ունենք մենք ազատություն Հիսուս Քրիստոսով եւ այս սուտ վարդապետները, որ փորձում էին մարդկանց ազատությունից նորից ծանրության եւ ստրկության մեջ դնել, նրանց նպատակն էր նույնպես, ինչպես որ վարվում էին իրենք հին ուխտի ժամանակ, մինչև Հիսուսին ընդունելը, նույն այդ կանոնները եւ իրենց իշխանությունը ուզում են պահպանել այդ նոր ուխտի մեջ։ Եվ դրա համար Պողոս առաքյալն ասում է, նրանք գաղտնի մտան նրանց շարքերի մեջ, որպեսզի տեսնեն իրենց ազատությունը, եւ նրանք Երուսաղեմի եկեղեցու մեջ պարզապես փորձում էին շեղել եւ նույնիսկ եկեղեցու սյուներին էին փորձում շեղել, որ հետևեն օրենքը, չուրանան Մովսեսի տրված օրենքները, եւ այդքանը Պողոս առաքյալը, այսինքն նրա դեմ է խոսում, ասում է, որ անկարելի է ուղղակի գնալ հնին եւ վերակառուցել այն ինչ որ Աստված արդեն վերջ է տվել։ Ու պարզ ասած, հարգելիներս, նրա համար անհրաժեշտ է մեր համար, որ մենք Աստծո խոսքը լավ իմանանք, ինչպես որ ամեն կիրակի եւ այս սերտողության ընթացքը նամակ գաղատացիների մեջ վերջի խոսքն է միշտ լինում, որ Աստծո խոսքը լավ պետք է իմանանք, որպեսզի մենք հասկանանք, թե ով ինչ է սովորեցնում։ Երկրորդ հերթին, իմանալով ով ինչ է սովորեցնում, ավելի բանիմաց կարող ենք լինել, որ չխաբնվենք նրանց սովորացրածներին եւ վարդապետությանը։ Պարզապես ասած, եթե Աստծո խոսքը չես հասկանում, չգիտես,
այդ ժամանակ կխապնվես, որտեվ այսօր շփոթության եւ խաբեության ժամանակաշրջանի մեջ ենք։ Մենք հավատում ենք, որ մոտ է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, հետեւաբար ամեն ինչ մենք տեսնում ենք։ Այսօր տիեզերական եկեղեցին, ընդհանուր Քրիստոսի մարմինը շատ խառնված վիճակում է գտնվում։ Եվ հավատացյալները այսօր ավելի շատ քնած եւ գոլ վիճակում են, ինչպես որ Տերը հայտնության գրքում է ասում, որ նա չի սիրում գոլի անձնավորությունը, ասում է, որ նա գոլ ջուրը թքում է իր բերանից, ասում ավելավա սառը եղի կամ տաք եղի։ Եվ հիմա այստեղ հարցը առաջանում, մենք Աստծու նկատմամբ տաք ենք, թե Աստծու նկատմամբ գոլ ենք, թե Աստծու նկատմամբ սառն ենք, հեռացել ենք հավատքից, թե պայքարում ենք ամեն օր Աստծու արքայության համար, թե մեր համար անտարբեր վիճակում ենք եւ ինչպես որ տեսնում ենք շատ եկեղեցիներին իրենք իրենց գործը կատարում են գնում են տուն դառնա ժամանցի վայր դառնա ուղակի ակումբ որտեղ որ մարդիկ գալիս են շփվելու ժամանց կատարելու նպատակներով ու թողում գնում են բայց այդ շաբաթվա մեջ նրանք ունեն շաբաթվա մեջ պաշտամունք գալիս են Տիրոջը գալիս են նորից եկեղեցու հետ միանան որպեսզի իրագործեն հոգու պարգևները, որտեղ կարող են նրանք իրար քաջալերել, զորացնել, իրար օգնել եւ խմբակային կերպով պաշտամունք կատարել Տիրոջը եւ օրհնվեն ու Տիրոջ փառքի եւ զորության մեջ գտնվեն։ Ուրեմն եթե մենք քրիստոնյա ենք, մեր համար անհրաժեշտ է, որ կատարենք այդ կետերը, այդ կանոն, այսինքն այդ պարտականությունը, որ Տերը մեզ տվել է իր արքայության զարգացման եւ զորացման համար։ Եթե մենք իրար հետ չշփվենք, մեկս մյուսին չզորացնի, որտեղից եւ ինչպես ենք մենք լցվելու։ Իհարկե մեր առաջին նպատակը այն է, որ Աստծո խոսքը եւ մեր անհատական ժամանակը Տիրոջ հետ անցկացնենք եւ հետո խմբակային կերպով անել։ Ուրեմն մեր նպատակն է այս առաքելության ոչ թե ձեր համար լինել եկեղեցի, այլ լինել որպես ուսուցման ռեսուրս, որտեղ այսօր շատ եկեղեցիներ կան, որ չորեքշաբթի օրերը եւ նույնիսկ կիրակի օրերը Աստծո խոսքը ուղակի թեմատիկ կերպով են սովորեցնում եւ Աստծո խոսքից բան չեն սովորում։ Եվ այսպիսի եկեղեցիները կարելի է ասել գրեթե մեծամասնությունն են կազմում։ Եվ կապ չունի, որ երկրում եք ապրում։ Կլինի Հայաստան, կլինի Ռուսաստան, կլինի Ամերիկա, որտեղ ուզում ա լինի, հեչ կապ չունի։ Կարևորը այն է, որ բոլոր տեղերում եկեղեցիները թուլացել են եւ եկեղեցիները նույն իրենց պարտականությունը տաքացած կերպով չեն կատարում։ Եվ երբ որ մենք ասում ենք եկեղեցի, հասկացեք, որ պատերի մասին չենք խոսում, մենք կենթանի եկեղեցու մասին ենք խոսում, Տիրոջ մարմնի համար ենք խոսում, յուրաքանչյուրիս մասին է սա։ Ուրեմն ապրեք Տիրոջ զորության մեջ, շարունակեք սովորել Աստծո խոսքը, Տիրոջ օրհնանքներով լեցված եղեք եւ հույսով ենք, որ այս պատգամը ձեր համար մեծ օրհնանք է։ Ամեն։